Փարիզում մեկնարկել է միջուկային էներգիայի երկրորդ գագաթնաժողովը, որին մասնակցում է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանին դիմավորել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Փաշինյանը սոցիալական ցանցի իր էջերում հրապարակել է լուսանկարներ եւ տեսանյութ, ներկայացնելով բարձրաստիճան հյուրերի դիմավորման պաշտոնական արարողությունը եւ համատեղ լուսանկարահանման պահերը։ Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարություն է տարածել այլ երկրում Հայաստանի քաղաքացիների նկատմամբ գործադրվող ճնշումների եւ սպասվող ընտրական գործընթացների միջամտության վերաբերյալ։ Ըստ հետախուզական տվյալների, այլ երկրների հատուկ ծառայությունների անունից հանդես եկող անձինք ստիպում են մեր հայրենակիցներին ֆինանսավորել կամ այլ կերպ աջակցել Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցող որոշ քաղաքական ուժերի։ Թուրքիայի եւ Իրանի արտգործնախարարներ Հական Ֆիդանն ու Աբբաս Արաղչին հեռախոսով են խոսել։ Նախարարները քննարկել են տարածաշրջանային վերջին լարվածությունը։ Ֆիդանն իր իրանցի գործընկերոջը հայտնել է, որ Թուրքիայի օդային տարածքի խախտումն անընդունելի է։ Ի պատասխան Աբբաս Արաղչին վստահեցրել է, որ Թուրքիայի օդային տարածք ուղղված հրթիռները չեն պատկանում Իրանին։ Նա նշել է, որ այս հարցի շուրջ կիրականացվի լայնածավալ հետաքննություն, պարզելու միջադեպի իրական հանգամանքները։ Իլհամ Ալիևի եւ Իրանի նախագահ Մազուդ Փեզեշքյանի հեռախոսազրույցից հետո Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրանին, փորձելով մեղվել լարվածությունը երկու երկրների միջև։ Մոտ 30 տոննա ադրբեջանական հումանիտար օգնությունը ներառում է ալյուր, բրինձ, շաքարավազ, ջուր, թեյ եւ դեղորայք։ Հիշեցնենք, որ Մերձավոր Արևելքում ընթացող բախումների ֆոնին անցյալ շաբաթ անօդաչու թռչող սարքերը ընկել էին Նախիջևանի օդակայանի տարածքում։ Պաշտոնական Բաքուն հարձակման մեջ մեղադրել էր Իրանին եւ սպառնացել պատասխան գործողություններով, սակայն Թեհրանը հերքել էր իր առնչությունը տեղի ունեցածում։ Մենք բացարձակապես չենք փնտրում հրադադար։ Պետք է ագրեսորի բերանին հարվածել, որպեսզի նա դաս քաղի եւ այլևս երբեք չմտածի մեր սիրելի Իրանի վրա արձակվելու մասին։ X-ի իր էջում գրել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ ԱՄՆ-ից հնչող պարբերական սպառնալիքների ֆոնին Իրանը չի պատրաստվում հետ կանգնել եւ զիջել։ Այս հայտարարությունից ժամեր առաջ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Ամերիկայի հետ բանակցությունները բացառված են։ Նրա խոսքով Միացյալ Նահանգները դրժել է պատերազմ չսկսելու խոստումը բանակցությունների հենց հաջորդ օրը։ Արաղչիի խոսքով Իրանը նպատակարար չի համարում Միացյալ Նահանգների հետ նոր բանակցություններ վարել։ Հարցին, թե արդյոք Թեհրանի ղեկավարությունը կապ է հաստատել ԱՄՆ ներկայացուցիչների հետ Մոջթաբա Խամենեիի գերագույն առաջնորդ ընտրվելուց հետո, Արաղչին նշել է, որ կրտսեր Խամենեին դեռևս որևէ հայտարարություն չի արել այս հարցի վերաբերյալ։ Թեհրանի Էնգելապ հրապարակում տեղի է ունեցել նոր առաջնորդ Այաթոլլա Մոջթաբա Խամենեիի հանդիսավոր երթմնակալությունը։ Արարողությանը մասնակցել են մայրաքաղաքի բազմաթիվ բնակիչներ։ Դոնալդ Թրամփը հիասթափված է այս ընտրությունից։ Նրա խոսքով նոր առաջնորդի մասին նախկինում ոչ ոք չի էլ լսել, եւ սա կարող է լուրջ խնդիրներ ստեղծել Իրանի համար, շեշտելով, որ պատերազմը չի ավարտվի այս շաբաթ, բայց վերջնական կետը մոտ է։ ԱՄՆ նախագահն այս գործողությունն անվանել է կարճ շրջագայություն, որի նպատակը չարիքից ազատվելն է։ Թրամփը շեշտել է, որ իրանական հրթիռների ու անօդաչու սարքերի մեծ մասն արդեն չեզոքացվել է, բայց վերջնական հաղթանակի համար դեռ անելիքներ կան։ Ըստ նրա, Իսլամական Հանրապետության ռազմական պաշարները սպառվում են, հարվածներ են հասցվել հազարավոր թիրախների, արտադրամասերի ու նավերի, այդ թվում Պարսից ծոցում։ Միջազգային հարթակում բողոքի ալիք է բարձրացել ընդդեմ ռազմական գործողությունների։ Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում տեղի է ունեցել մարդաշատ բողոքի ակցիա։ Մասնակիցները պահանջել են անհապաղ դադարեցնել Իսրայելի եւ ԱՄՆ-ի հարձակումները Իրանի ուղղությամբ։ Իսրայելի ու Իրանի փոխադարձ հայտարարություններին ուղեկցում են հրթիռակոծությունները։ Թեհրանում ռմբակոծվել են բազմաթիվ կառույցներ, բազմաբնակարան շենքեր, ավերածություններ են նաև Իսրայելում։ Մինչ ամերիկյան հրամանատարությունը կադրեր է հրապարակում Աբրահամ Լինկոլն ավիակրի էպիկական կատաղություն գործողությունից, Պահապանների կորպուսը հայտարարել է Իրաքյան Քուրդիստանում ամերիկյան ռազմաբազային հարված հասցնելու մասին։ Իրանի ռազմաօդային ուժերը Թրամփի բուռն հայտարարություններից ժամեր անց անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Հայֆայի նավթագազամշակման գործարանի եւ վառելիքի բաքերի վրա, ի պատասխան Իրանի նավթային պահեստների դեմ հարձակման։
Հաոսային իրավիճակ է ստեղծվել Իսրայելի Բեն Գուրիոն օդակայանում։ Բանգկոկ մեկդորչվերթի հարյուրավոր ուղևորներ իրարանցում եւ ծեծկրտուկ են սարքել։ Պատճառը քաղաքացիական ավիացիայի պաշտոնական փաստաթղթում տեղ գտած սխալն է, ինչի հետևանքով վաճառվել է 2 անգամ ավելի տոմս, քան ինքնաթիռում առկա տեղերն են։ LAI ավիաընկերությունը վաճառել է շուրջ 200 տոմս այնպիսի չվերթների համար, որոնք նախատեսված են եղել ընդամենը 100 ուղևորի համար։ Թրամփը Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում չի խնդրել Ուկրաինայում հրադադար հաստատել։ ԱՄՆ նախագահի հայտարարությունը մեկնաբանել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների նոր փուլի համար դեռևս կոնկրետ ամսաթվեր կամ վայր չի ընտրվել։ Ռուսաստանի առաջնորդը իր ամերիկացի գործընկերոջը փոխանցել է Իրանի շուրջ ճգնաժամի լուծման առաջարկներ, ասել է Պեսկովը։ Կրեմլը սակայն չի մեկնաբանել այն պնդումները, որ Մոսկվան իբր հետախուզական տվյալներ է տրամադրում Թեհրանին։ Ռուսաստանը պատրաստ է եւ ցանկանում է օգնել Մերձավոր Արևելքում լարվածության նվազեցմանը, սակայն դա պահանջում է բազմաթիվ կողմերի համակարգում։ Անդրադառնալով Իրանի շուրջ ծավալվող խնդիրներին, նախագահները մանրամասն չեն քննարկել ռուսական նավթի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների հարցը, ասել է Պեսկովը։ Մինչդեռ Սպիտակ տանը Թրամփը հայտարարել էր, թե Ռուսաստանի եւ շատ այլ երկրների նկատմամբ կիրառած պատժամիջոցները դադարեցնելու մտադրություն ունի։ Հայաստանի հակակոռուպցիոն դատարանը բավարարել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը Ալեքսանդր Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը։ Դատարանը հաշվի առնելով Սարգսյանի գտնվելու վայրի անհայտ լինելը եւ բարձր գնահատելով փախուստի ռիսկը, որոշել է որպես խափանման միջոց կիրառել կալանքը։ Ալեքսանդր Սարգսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով վստահված գույքի հափշտակմանը դրդելու համար։ Ըստ առաջադրված մեղադրանքի նա 2001-ից 2018 թվականների ընթացքում օգտագործել է իր ազդեցությունը եւ դրդել Պաշտպանության նախարարության զինվորական ոստիկանության վարչության պետերին վատման եղանակով հափշտակել պետական միջոցները։ Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականը բաց կթողնի աշխարհի գավաթի 3-րդ փուլը, որը մեկնարկում է այսօր Թուրքիայի Անտալիա քաղաքում, հայտնել է մարմնամարզության ֆեդերացիան։ Հայտարարությունում նշվել է մեջբերում։ Ստեղծված իրավիճակի պատճառով ազգային հավաքականը չի կարողանում վերադառնալ կատարում անցկացվող ուսումնամարզական հավաքից։ Թիմը չի մասնակցի մրցաշարի 3-րդ փուլին, մեջբերման ավարտը։ Հայաստանի հավաքականը բաց էր թողել նաև աշխարհի գավաթի 2-րդ փուլը, քանի որ այն անցկացվում էր Բաքվում։